Հայրս ինձ պատմում էր, որ թուրքերը որ մտան Երզնգա գյուղ 15 տարեկանից բարձր բոլոր արուներին լցեցին եկեղեցին։ Ասում էր բարձացանք սար այնտեղ քարերի դեպ պայենք մտի, բայց գյուղը տեսնում էինք վերևից մի որոշ ժամանակ հետո այդ եկեղեցին բենզին լցեցին թուրքերն ու վառեցին այդ կան մարտիկ մեջ են։ Հորից, պապից, ազգի մեծերից լսած այսպիսի հազարավոր պատմություններով շիրակցիներն ու լոռեցիներն ամեն տարի այստեղ են հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ Ջաջուրի լեռնանցքի այս հատվածը կոչվում է Ջարդի կամ Հերերի ձոր։ Ըստ պատմական տեղեկությունների 1918 թվականի մայիսի 20-ին թուրքերը գրավում են Ջաջուր գյուղն ու հենց այստեղ սպանում գյուղի բնակիչներին։ 18-ի ողբերգական մայիսից ամիսներ անց նոյեմբերին Ալեկպոլի ու Ղարաքիլիսայի դրանց հարակից 50 գյուղերի 12000 բնակիչներ յաթաղանի զոհ են դառնում կրկին այստեղ։ Այս հուշաղբյուրը Հերերի ձորում տեղադրվել է 1968 թվականին, իսկ 1980 թվականին այստեղ կառուցվել է կամ կանունը կրող Խաչկար հուշակոթողը, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ են խոնարհում Եղեռնից փրկվածների ժառանգները, Շիրակի և Լոռու մարզերի հազարավոր բնակիչներ։ Վայրը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, չվերջացող մարդկանց հոսքը, որը մենք տեսնում ենք, հենց խոսում է նրա մասին, որ իրեն հայ իդենտիֆիկացնող ցանկացած ոգ, ցանկացած մարդ չի կարող անտարբեր մնալ այսօրվա հանդեպ։ Այսօրվա կարգախոսը մի ուրացիրն է դարձել, բայց մի բան պակաս է, նկատում է պատմաբան Արան Աղշկարյանը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ ստեղով այցելում է, մի փոքր լցվում է վրեժով նաև։ Ճիշտ է, մեր այս տարվա ջահերով եշտը, որ Երևանում տեղ ունեցավ, դա կոչվում էր մի ուրացիր, հա, ելնելով այսօրվա իրավիճակից քաղաքական եւ այլն, սա էր հիմնական հրամայականը։ Բայց ես նաև կավելացնեմ վրեժը վատ բան չէ, վրեժը թույլ է տալիս մարդուն ինքնահաստատվելու, ինքնատրսևորվելու, արժանապատվության զգացում ունենալու։ Արժանապատվությունը կորցնելու վտանգ են զգում մարդիկ այսօր, ցավում են, որ ընդամենը տարիներ առաջ կոչ էին անում հիշել ու պահանջել, իսկ այսօր ստիպված են Հայաստանում խնդրել չուրանալ։ Մոռանալ կամ ուրանալ ուղղակի անհնար է ու չի կարելի։ Ուրացողի արյունը կրկնում եմ պետք է ստուգել։ Չի հավատում հայ-ադրբեջանական խաղաղությանը գյումրեցի Վարդգեսը։ Խաղաղությունը ինչ թղթի վրա։ Դա ինչ թուղթ։ Հիտլերն էլ 39 թվականի, եթե հիշում եք, Սովետական միության հետ հաշտության պայմանագիր էր կան չհարցակվելու իրար վրա, բայց 41 թվին չհարցակվեց։ Այդ թուղթը ինչ։ Թուղթը ոչինչ է։ Հորից ու պապից լսածներն են այս տղամարդու համար փաստ։ Մասիս սարի հետևն էր իրենց գյուղը։ Թուրքերը կրակի տվեցին բոլորին հայ լինելու համար։ 70 տարեկան մարդ եմ, ով որ այդպես բան է ասում։ Դրանք հայ չեն։ Ոնց կարելի է, ես չեմ ասում, այդ խաղաղությունը չի լինի։ Կուզեի 50 տարի անցնի, մենք Ադրբեջանն հետ չենք կարող։ 100 տարի անց է, 110 տարի անց է մենք թուրքերը դե ասում ենք թուրքերը։ Ալբերտ Սերոբյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։